Հեղափոխություն, իշխանություն, պատերազմ, պարտություն, Ռուսաստանի Դաշնության հետ կապերի վատ թարացում եւ ձգտում դեպի արևմուտք։ Փաշինյանի եւ Սաակաշվիլիի հետագծերի նմանությունն է։ Արդյոք տեղին է Փաշինյանի եւ Սաակաշվիլիի համեմատությունը։ Նման են արդյոք երբեմնի Վրաստանի ու ներկայիս Հայաստանի բռնածուղիները։ Սաակաշվիլի, Փաշինյան, Ուկրաինայի ղեկավարները նարնջագույն հեղափոխությունից հետո, գիտեք, երբ փորձում ես քո քաղաքականությունը ձևավորել կամ փոխել առանց հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը, միշտ առաջանում են խնդիրներ։ Սաակաշվիլիի օրոք Վրաստանի կոշտ հակառուսական կուրսը ավարտվեց 2008 թվականի պատերազմով եւ տարածքային ծանր կորուստներով։ Քննադատներն այսօր հարց են բարձրացնում. արդյոք Հայաստանը չի շարժվում նույն վտանգավոր տրամաբանությամբ։ Եվ Սաակաշվիլին եւ Փաշինյանը նույն սադրիչ քաղաքականությունն են վարել, երկուսն էլ սադրել են պատերազմ, մեկ անդեմ Ռուսաստանի, մյուս անդեմ Ադրբեջանի եւ վերջնարսունքում տարածքային կոնֆլիկտները, որոնք կային, ինքնորոշման իրավունքի համար կոնֆլիկտները, որոնք կային Հայաստանի Հանրապետության համար, որոնք կային Վրաստանի համար, այդ կոնֆլիկտները լուծվեցին ամենավատ տարբերակով հայերի համար եւ պաշտոնական Թբիլիսիի համար։ Հայաստանի եւ Վրաստանի դեպքում պատերազմից հետո առաջ քաշվող թեզերը նույնպես նման են, կորցնելով տարածքներ, դառնում ես ավելի անկախ եւ ինքնիշխան։ Երբ որ Սաակաշվիլին հրահրեց 2008 թվականի պատերազմը, կարոզ էր գնում, որ այդ կորցնելով վերջնականապես Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնց անկախությունը ճանաչեց Ռուսաստանը, Վրաստանը դառավ անկախ։ Վրաստանը զրկեց Ռուսաստանին հնարավորությունից իր քաղաքականության վրա ազդելու։ Ես չեմ դարմանա, թե Վրաստանի նախագահ Միխայել Սաակաշվիլին ասաց լիներ, որ մենք ոչ թե կորցրեցինք Աբխազիան եւ Օսիան, այլ գտանք Վրաստանը։ Արցախի կորստից եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության վերացումից հետո իշխանությունները խոսում են Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման մասին։ Կորստի ցավը նվազեցման միջոցով ստիպեն, որ համակերպվես կորուստների հետ։ Չեմ արդեն, եթե ինչ-որ մի բան է կորցնում, որպեսզի այդ կորուստի ցավը իր համար շատ մեծ չլինի, ասում եմ, լավ, դե կորածը մի եսի ինչ չէր, չէ՞։ Իսկ մեզ պետք է Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք է։ Իսկ մեզ պետք է այն սարը, որի վրա տարվա ընթացքում 6 ամիս ձյուն է։ Դա ուղղակի շատ անազնիվ հոգեբանական գրոհ է սեփական ժողովրդի դեմ։ Փորձագետների կարծիքով երկու առաջնորդներն էլ իշխանության գալուց հետո որդեգրել են քաղաքականություն, որը հանգեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, սա նույնպես ներկայացնելով որպես անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման ճանապարհ։ Եվրամիությունը դռները չի բացել քո առաջ, չի ասում արի։ Բայց ես դու ասում ես ես ուզում եմ գնամ, այն մյուս կազմակերպ, մյուս տնտեսական միությունը, մյուս մաքսային միությունը, կասի դե գիտես ինչ կա, կողմնորոշվի։ Ուզում ես գնաս, գնա, բայց ստեղից արդեն դուրս արի։ Սա է խնդիրը։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը կարծում է, որ Սաակաշվիլին գոնե ինչ-որ հաշվարկներ ուներ Ռուսաստանի պատժամիջոցների դեպքում երկրի տնտեսական կայունությունը ապահովելու համար։ Վրաստանի իշխանությունները իրենք այս քայլերը անելուց իրենք գիտեին, որ լավ թե վատ, բայց Եվրամիությունն, Ամերիկայի Միացյալ Նահանգները մասամբ կոմպենսացնելու են ռուսական շուկայի կորուստը իրենց համար։ Գրանտերի տեսքով, վարկերի տեսքով, ուղիղ միջամտությունների տեսքով։ Մեր պարագայում տենց բան չկա, բայց Նիկոլ Փաշինյանը միևնույնն է գնում է այդ քայլին։ Մյուս կողմից վերլուծաբանները հիշեցնում են, որ Հայաստանի անվտանգության միջավայրը էապես տարբերվում է Վրաստանից, իսկ տարածաշրջանային մարտահրավերները Երևանին ստիպում են ավելի զգուշավոր հաշվարկել իր քայլերը։ Վրաստանը ուներ շատ ավելի մեծ մրցակցային առավելություն Հայաստանի նկատմամբ։ Ելք ունի դեպի ծով։ Մենք դեպի ծով ելք չունենք։ Դեպի արևմուտք ճանապարհը Թուրքիան փակել է, դեպի արևելք ճանապարհը Ադրբեջանը փակել է, Իրանում պատերազմը, հյուսիս Վրաստան որ գնաս, Վրաստանից հետո ուր պիտի տանես քո ապրանքները։ Ռուսաստան դու քո հարաբերությունները որ փչացնում ես, ինչպես պետք է տանեն, մանավանդ հաշվի առնելով, որ Ռուսաստան-Վրաստան վերջերս նկատվող ջերմացում։
Արդյոք Հայաստանը չի կրկնում այն ուղին, որով տարիներ առաջ անցավ Վրաստանը եւ պատմական ու տարածաշրջանային տարբերությունների պարագայում ինչպիսին կլինեն երկու երկրների քաղաքական ճակատագրերը։ Համենայն դեպս, Սաակաշվիլին հետևողականորեն աջակցում է Հայաստանի գործող իշխանությանը իրեն համեմատելով Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ վերջերս հորդորում էր չվախենալ Ռուսաստանի գազի թանկացման սպառնալիքից։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։